Եթե դուք տեսնում եք, որ ձեր երեխան անդադ այդ սահմանները խախտում է եւ գալիս է ձեր հարաբերություններն է պարզաբանում, ձեր ամուսնուն այսպես ուղղություն է ցույց տալիս, որ իմ մամայի հետ այդպես չխոսաս, այս ինչ բանը սենց չանես, նենց չանես, որտեվ իրոք դեպքեր կա, որ մաման այսպես զոհի կարգավիճակում է լուր եւ այստեղ ստացվում է, որ իրեն պաշտպանողը երեխան է, իր տեղը խոսացողը երեխան է, ու այսպես լինում են աղջիկ երեխաներ, որոնք սենց արճակատվում են իրենց պապային ու սկսում են այսպես պապային անել, թե ինչ ինքը չի կարա անի, ինչ կարա անի եւ այսպիսի երեխաների համար իրականում շատ դժվար է իրականում չզգալ դավաճանված, երբ որ մի պահ մեծանում են ու հասկանում են, որ իրենց մյուս ծնողը այդքան էլ վատը չէ, որ մյուս ծնողն էլ իր դժվարությունները ունի, իր աջակցության կարիք ունի, որտեղ իրանք այնքան են այսպես թիմ դարձել, կոալիցիա դարձել այն ծնողի հետ, ով զոհի կարգավիճակում է իրեն ներկայացրել, եկել է, պատմել է, կիսվել է, լացել է, այսպես զոհ, որ ինչ որ մի պահ, որ երբ որ ես թերապիայի մեջ օրինակ առաջարկում եմ հարաբերություններ սարքել, կամուրջներ ստեղծել, հա, դեպի մյուս ծնողը, թեկուզ ուղակի ճանաչման, բացահայտման նպատակով, երեխայի մոտ հարց է առաջանում, որ գուցե մայրս մտածի, որ ես իրեն դավաճանում եմ, ու երեխաները հաճախ այսպես կապերը կտրում են բոլոր այն մարդկանցից, որոնց հետ մայրը չի հարաբերվում, որովհետև դա իսկապես ծնողի կողմից հաճախ ընկալվում է որպես դավաճանություն, հա, որ եթե պապատ իմ հետ այսպես ա վարվել, դու հիմա իր հետ նստած հեռուստացույց ես դիմում, ուրեմն դու ինձ դավաճանել ես, բայց երբ որ իրենք այդ նույն տղամարդու հետ երեկոյան սեռական հարաբերություն են ունենում կամ գնում են ինչ որտեղ հանգստանալու, դավաճանված արի ու տես, որ չեն զգում, կամ ես ունեի մի այցելու, որ արդեն ինքը ամուսնացած էր, իր ամուսնու հետ առանձին ապրում էին, դեռ երեխա չուներ, բայց ինքը ասում էր, ես մինչև այսօր երազ եմ տեսնում, ու իմ երազները կրկնվող են, ասում էր, որովհետև երազներից մեջ միշտ մամաս պետքա ընտրի իմ ու պապայիս միջև ու ընտրում է մամայիս ու ընտրում է պապայիս, եւ ինչն էր այստեղ հարցը, որ այս աղջիկ երեխան էլ տարիներ շարունակ տեսել էր իր մամային զոհի կարգավիճակում եւ տարիներ խնդրել էր ամուսնալուծություն, ինքը ասում է, ես անդադ մամայիս ասում էի, արի գնանք, խնդրում եմ, ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ ավելի լավ կլինի, մենք միասին կհաղթահարենք, բայց մամաս չէր ամուսնալուծվում,